Ողջույն սիրելի հեռուստադիտող, կրկին Նուր TV-ի եթերում ծնողի կողքին հաղորդաշարն է և ես մասնագիտությամբ հոգեբան լոգոպեդ Կարինե Գևորգյանը։ Այսօր միասին կզրուցենք աուտիզմի մասին։ Դեռ մի քանի տարի առաջ, եթե հարցնեինք մարդկանց, թե ինչ է աուտիզմը, հնարավոր է, որ շատ մարդիկ նույնիսկ լսած չլինեին այս հիվանդության մասին։ Ցավոք, այսօր ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ ամբողջ աշխարհում շատացել է աուտիզմ ունեցող երեխաների թիվը։ Իսկ թե որն է դրա պատճառները, գիտնականները հետազոտություններ են անցկացնում։ Աուտիզմի ժամանակ երեխաների մոտ տուժած է լինում հաղորդակցումը։ Տուժած է լինում նաև սոցիալական փոխհարաբերությունները, ինչպես նաև կարծրատիպային միօրինակ վարքագիծը։ Աուտիզմը ընդհանուր զարգացման հապաղում է, բնածին հիվանդություն է, ինչպես նաև գենային հիվանդություն է։ Տեսեք, աուտիզմով երեխան, երբ որ լույս աշխարհ է գալիս, հնարավոր է, որ ոչ թե հնարավոր է, այլ հիմնականում բժիշկները չեն կարող ուրեմն ախտորոշել, որ օրինակ երեխայի մոտ աուտիզմ է։ Օրինակ վերցնենք Դաունի համախտանիշը, երբ որ երեխան լույս աշխարհ է գալիս, անմիջապես նրա դեմքի մասերից ուրեմն հասկանում են բժիշկները, որ երեխայի մոտ կա Դաունի համախտանիշ։ Իսկ աուտիզմի դեպքում երեխաների մոտ չի արտահայտվում դա։ Նույնիսկ ավելին, սկզբնական շրջանում մինչև 1.5-1.7 ամսեկանը հնարավոր է, որ ընդհանրապես չնկատվի, որ երեխայի մոտ կա ուրեմն աուտիզմ։ Ուղղակի գա հասնի մի հասակ, ու կանգ առնի երեխայի զարգացումը։ Այս դեպքում երեխան սկսում է չարձագանքել իր անվանը, չնկատել իր շրջապատը։ Շատ ծնողներ սկսում են անհանգստանալ և երեխային տանում են սուրդոլոգի մոտ, մտածելով, թե երեխայի մոտ ուրեմն խանգարվել է լսողությունը։ Սակայն մեր սիրելի սուրդոլոգները կատարելով իրենց հետազոտությունը հասկանում են, որ երեխայի մոտ լսողությունը ամբողջովին պահպանված է։ Պարզապես երեխայի մոտ ի հայտ են եկել աուտիստիկ սպեկտրի խանգարումներ։ Հիմա սիրելի ծնողներ, եկեք հասկանանք, թե որոնք են դրանք։ Երեխաների մոտ բացակայում է աչք-աչք կոնտակտը։ Երեխաները ցանկություն չեն ունենում շփվել իրենց հասակակիցների հետ։ Խուսափում են մարդաշատ վայրերից։ Եթե օրինակ ծնողները տանում են այնպիսի մի վայր, որտեղ խնջույք է, եւ կա բարձր ձայներ, երեխաները ուղղակիորեն խուսափում են այդտեղ մնալ։ Հնարավոր է, որ փակեն իրենց ականջները եւ խուսափեն այդ վայրերից։ Աուտիզմով երեխաների մոտ չկա իմիտացիա, այսինքն երբ որ երեխային սովորեցնում ենք դե թաթիկով օրինակ հաջող արա, երեխաների մոտ նրանք չեն կրկնօրինակում այդ։ Նրանց մոտ լինում են սիմեր, այսինքն հնարավոր է, որ օրինակ երկար ժամանակ թաթիկները թափահարեն, ձեռքերը պարացնելով նայեն երկար ժամանակ, երեխաները ճոճ ունենան, անընդհատ գնան, երեխաների մոտ բացակայում է մատնացույցը, որը շատ կարևոր է, անկախ նրանից երեխան խոսք ունի թե ոչ, սիրելի ծնողներ, երեխան պետք է ունենա մատնացույց, իսկ այս երեխաների մոտ բացակայում է դա։ Աուտիզմով երեխաները ունենում են նաև սննդի հետ կապված խնդիրներ։ Նրանք սիրում են ընդունել միօրինակ սնունդ, այսինքն որևիցե նոր սնունդի ներմուծումը օրգանիզմ դա արդեն խնդիր է դառնում։ Հիմնականում այցելուներին, երբ որ ուրեմն խորհրդատվության ժամանակ հարցնում եմ, հիմնականում երեխաները սիրում են մրգերից ուտել օրինակ բանան կամ խնձոր, մթերքներից հացամթերք են սիրում հիմնականում, որը այդքան էլ բժիշկները խորհուրդ չեն տալիս, հատկապես աուտիզմի դեպքում, ուրեմն հացաբուլկեղեն կամ հացամթերք օգտագործելը։ Ավելի շատ պետք է օգտագործեն միս, բանջարեղեն, մրգեր։ Այս երեխաները նույնիսկ խնդիր են ունենում նոր հագուստի հետ կապված։ Չեն սիրում նոր կոշիկներ հագնել, նոր շապիկներ, նոր զգեստ, ցանկացած նոր հագուստը նրանց համար խնդիր է։ Շատ ժամանակ, երբ որ երեխաները գալիս են լոգոպեդական պարապմունքներին, ես զգում եմ, որ նրանց օրինակ շապիկը նոր է, որովհետև ամբողջ ընթացքում նրանց խանգարում է պիտակը, շապիկի կարերը,
Այսինքն դա էլ նոր է իրենց համար եւ ուրեմն երեխաները դժվարանում են այդ հագուստը կրել, միջև որ անդադ կոշիկները փորձում են օրինակ հագից հանել։ Անդադ ոնց որ ուզում են գնալ դեպի իրենց հին հագուստը, հին կոշիկը։ Ուրեմն աուտիզմով երեխաների մոտ հիմնականում խոսքը հապաղում է եւ ուրեմն ուշ է ձևավորվում խոսքը եւ նույնիսկ եթե արդեն ձևավորվում է խոսքը, նրանք իրավիճակային խոսք չի լինում։ Այսինքն երբ որ մենք նրանց հարց ենք տալիս, նրանք օրինակ հարցնում եմ, հա, բարև, ինչպես ես, նա չի պատասխանում ինձ, լավ եմ, հա, կրկնում է զուտ, կրկնում է բարև, ինչպես ես։ Կամ ունենում են շատ բառեր, բայց ծնողները, շատ ծնողներ ասում են, գիտեք, շատ բառեր ուներ ու հիմա սկսել է ուղակի չասել այդ բառերը։ Այսինքն այդ բառերը ուղակի կորում են։ Շատ հաճախ երեխաները միջև դպրոց հաճախելը 3 լեզվով կարողանում են ուրեմն խոսել, սակայն ոչ իրավիճակային։ Օրինակ, երբ որ աշխատելիս, հա, սյուժետային նկարները դնում եմ երեխայի դիմաց եւ ասում եմ, օրինակ, ինչ գործողություն է անում, հա, կամ գործողություն ցույց տվող քարտերը, նկարները, ինչ գործողություն է անում երեխան, նրանք հնարավոր է որ անգլերենով, ռուսերենով պատասխանեն, ինչ գործողություն է անում, բայց տուժած է նրանց հաղորդակցումը, այսինքն նրանք թեկուզ օտար լեզվով, բայց ինքնուրույն չեն կարող սկսել զրույցը, վարել զրույցը եւ միջև վերջ տանել այդ զրույցը։ Նույնիսկ միջև դպրոց հաճախելը հնարավոր է, որ այդ երեխաները իմանան օրինակ հնչյունները։ Երբ որ էլի աշխատանքների ժամանակ քարտերով աշխատում ենք, փոխանակ երեխաները օրինակ պատկերի անվանումն ասեն, տեսնում են, որ նրանք սկսում են հնչյունները կարդալ։ Հա, օրինակ եթե սալոր է, ընթերցում են ս, ա, լ, օ, ր, բայց չեն կարող միացնել եւ օրինակ ասել, որ ստացվեց սալոր։ Մինչդեռ օրինակ դպրոց հաճախող երեխան կամ նորմալ ինտելեկտով, նորմալ զարգացող երեխան հասկանում է, որ երբ որ ասում ենք բ տառով կամ բ հնչյունով կամ ա հնչյունով, հա, կազմիր բառ, երեխան գիտակցում է, փորձում է այդպես բառեր գտնել եւ ասել։ Իսկ այս երեխաները ուղղակի ավելի շատ իրենց մոտ ավտոմատիզացված է։ Լսել են հեռուստացույցից կամ ինչ-որ մեկից, ուղղակիորեն ավտոմատիզացված իրար ետևից ասում են բ, բալ, գ, գայլ։ Ուրեմն այս երեխաները հնարավոր է, որ ինքնավնասում անեն։ Օրինակ, կծեն իրենց ձեռքը, հա, գլուխը հարվածեն այս կողմ, այն կողմ։ Սա էլ է բնորոշ ուրեմն աուտիզմով երեխաներին։ Ուրեմն ուզում եմ ասել սիրելի ծնողներ, որ աուտիզմը լինում է տարբեր տեսակի, այս իմ թվարկածներից ոչ բոլորը կարող է ուրեմն արտահայտված լինել երեխաների մոտ, կարող են որոշակի ուրեմն այս թվարկածներից լինել երեխաների մոտ նկատվի, կարող է եւ չնկատվել։ Հիմնականում այս երեխաները ունենում են զգայական ինտեգրացիայի հետ կապված խնդիրներ։ Շատ ժամանակ քայլում են ոտքերի թաթերքների վրա։ Սիրելի ծնողներ, որքան շուտ հայտնաբերեք երեխայի մոտ խնդիրները եւ դիմեք ուրեմն մասնագետի, այսինքն բժշկի օգնությանը, եւ որքան շուտ սկսենք շտկողական աշխատանքները, այնքան շատ կօգնենք այս երեխաներին, որպեսզի իրենք ավելի շատ լինեն կյանքում ինքնուրույն։ Տեսեք, երբ որ դուք դիմում եք բժշկի, բժիշկը ուրեմն կատարում է իր հետազոտությունը եւ ասում է, որ անպայման երեխային հարկավոր են մասնագետներ։ Այսինքն աուտիզմով երեխաների հետ կարող են աշխատել լոգոպեդները, հոգեբանները, ուրեմն զգայական ինտեգրացիայի մասնագետը, էրգոթերապևտները, ինչու՞ չէ նաև վարքային թերապևտները։ Ասեմ, որ այս երեխաները նաև շատ հաճախ ունենում են վարքային ուրեմն խնդիրներ։ Իսկ վարքային թերապևտները նրանց սովորեցնում են նստել, աշխատել, աշխատանք ավարտելուց հետո հավաքել, հիմնականում չեն սիրում սպասել, մի խաղը միջև վերջ չեն հասցնում իր ավարտին, իսկ այս ամենը ուրեմն մենք սովորեցնում ենք մեր աշխատանքների ընթացքում, եւ ուրեմն որքան լավ է այդ շղթան աշխատում, այնքան շուտ գրանցում ենք դրական արդյունքներ։ Եվ ինչպես մեր հաղորդաշարի ձևաչափն է, ուրեմն վերջում ձեզ ցուցադրում ենք մի քանի խաղեր, թե ինչպես տնային պայմաններում պատրաստեք խաղեր։
Այսօր ինձ տաղավար հյուր է եկել մի շատ գեղեցիկ աղջիկ, Էմիլին, ով կօգնի ինձ ցուցադրել խաղերը։ Ողջույն Էմիլի։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ։ Էմիլի, կարող ես ասել դու քանի տարեկան ես։ 5։ 5 տարեկան ես, Էմիլի։ Դպրոց հաճախում ես։ Ոչ։ Հաճախում եմ նախակրթարան։ Շատ ապրես, Էմիլի։ Էմիլի, իսկ դու ինչով ես սիրում զբաղվել։ Զբաղվել ինքը նկարել։ Նկարել, շատ ապրես, Էմիլի։ Իսկ դու մտածել ես ինչ ես ուզում դառնալ։ Հրշեջ։ Հրշեջ, Էմիլի, շատ լավ մասնագիտություն ես ընտրել, Էմիլի։ Եվ երևի թե ես կարծում եմ Հայաստանի Հանրապետությունում համար առաջին աղջիկ հրշեջը դու կլինես, Էմիլի։ Շատ ապրես, Էմիլի։ Պատրաստ ես ինձ օգնել, որպեսզի ցուցադրենք մեր պատրաստած խաղերը։ Այո։ Ուրեմն տեսեք, սիրելի ծնողներ, աչորս թղթի վրա, գունավոր տպագրությամբ նմանատիպ ուրեմն խաղ ենք պատրաստել Էմիլիի հետ։ Այստեղ զամբյուղ է եւ ուրեմն ինչեր են սրանք, Էմիլի։ Ելակ։ Ելակներ եւ ուրեմն բազմաթիվ ելակներ են կտրատել եւ փակցրել վրա։ Ինչպես նաեւ նմանատիպ պատրաստել ենք զամբյուղ, որի մեջ կան ինչեր, Էմիլի։ Գազար։ Գազարներ, շատ ապրես։ Հիմա Էմիլի, արի փորձենք միասին ցուցադրել խաղը։ Կխնդրեմ հանես վրայից ելակները։ Այ այսպես։ Տեսեք, այստեղ կպչուններով փակցրել ենք, սիրելի ծնողներ։ Ահա։ Այստեղ կզարգանա մի շարք հմտություններ։ Ձեռքի նուրջ շարժողականությունը, գույները։ Էմիլի, ինչ գույնի է ելակը։ Կարմիր։ Կեցես, Էմիլի, հիմա սեղանի վրայից վերցրու, արի գազարներն էլ հանենք, Էմիլի, օգնիր ինձ, կեցես, ահա, ապրես, Էմիլի։ Տեսեք, կարող ենք օրինակ զարգացնել երեխայի մաթեմատիկական հմտությունները։ Ասելով, օրինակ, Էմիլի, սեղանի վրայից վերցրու 2 գազար և 1 ելակ, կարող ես վերցնել։ Այսպես անեմ, որպեսզի քեզ մոտիկ լինի, Էմիլի։ Վերցրու 2 գազար, փակցրու զամբյուղի վրա եւ 1 ելակ։ 1 ելակ։ Հիմա դու քանի ելակ փակցրեցիր։ 2 հատ։ Ահա, ուրեմն մեկը հանում ենք, չէ՞, ես ասացի 1 ելակ։ Շատ ապրես, Էմիլի։ Քանի գազար եղավ։ 2 հատ։ Իսկ քանի ելակ։ Մի հատ։ 1 հատ, շատ ապրես, Էմիլի։ Այն նմանատիպ, խաղ վարժություններ կարող եք կատարել, որտեղ կզարգանա երեխայի մոտ մի շարք հմտություններ։ Հիմա կխնդրեմ, արի համալրենք ամբողջ զամբյուղը ելակով եւ ուրեմն գազարով, փակցրու։ Շատ ապրես, Էմիլի, կարող ես հաշվել, նաեւ հաշվիր։ 1, շատ ապրես։ 2 3 4 5 Շատ ապրես, Էմիլի, շատ լավ ստացվեց քեզ մոտ։ Հաջորդ խաղը, որը ուզում եմ ցուցադրել, էլի նմանատիպ ուրեմն աչորս թղթի վրա գունավոր տպագրությամբ ստվերներ ենք ստացել, սիրելի ծնողներ, ահա տեսեք։ Այ այսպես, էլի կպչուններով փակցրել ենք եւ պետք է խնդրենք երեխային վերցնի պատկերները, գտնի տվյալ պատկերին համապատասխան ստվերը եւ փակցնի վրան։ Էմիլի, խնդրում եմ, վերցրու սեղանի վրայից պատկերները, այսինքն մրգեր, բանջարեղեններ եւ փակցրու ըստ ստվերի։ Ինչ է դա։ Խաղ, խաղող։ Խաղող, կեցես, ճիշտ դրեցիր, ապրես։ Ինչ է, ցուցադրի։ Խնձոր։ Խնձոր, ապրես։ Էմիլի, խնձորը միրգ է թե բանջարեղեն։ Միրգ։ Այո, որտեղ է աճում։ Ծառի վրա։ Շատ ապրես, Էմիլի։ Հիմա փակցրու գազարը, գտիր գազարի ստվերը, կեցես։ Հաջորդը մեր մանուշակագույն սալորն է։ Սալոր։ Բողկ։ Բողկ։ Եվ բրոկոլի, չէ՞։ Բրոկոլի։ Շատ ապրես, ահա եւ մեր զամբյուղը պատրաստ է։ Կեցես Էմիլի։
Հաջորդ խաղը, սիրելի ծնողներ, էլի A4 թղթի վրա նմանատիպ ուրեմն գեղեցիկ այսպես պատկերներ ենք ստացել։ Սա հատկապես շատ լավ է, երբ որ աշխատեք երեխայի հետ նախադպրոցական հասակում, այսինքն երբ որ երեխան պետք է հաճախի դպրոց։ Այսինքն սա կսովորեցնի, որպեսզի երեխան հեշտությամբ գրի հնչյունները։ Էմիլի, արի ասենք, թե սա ինչ պատկեր է։ Սա ծիածան։ Էմիլի, կարող ես ասել ծիածանը երբ է դուրս գալիս։ Անձրևից հետո։ Շատ ապրես։ Իսկ քանի գույն ունի ծիածանը։ 7։ Կեցես, Էմիլի։ Այս մյուս պատկերը ինչի տեսք ունի։ Քամի։ Քամու, այո։ Մյուսը Մյուսը ձյան, ձյան։ ձյան փաթիլի, չէ։ Ձյան փաթիլ։ Իսկ սա, Էմիլի, Արև։ արևի տեսք ունի, մյուսը Էդի կայծակի, չէ, Էմիլի։ կայծակ։ Եվ հաջորդը, վերջինը Անձրև։ անձրևի կաթիլների է նման։ Շատ ապրես, Էմիլի։ Եվ խնդրում ենք երեխային, որպեսզի վերցնի մարկերը գունավոր եւ ուրեմն փորձի գծապատկերով գնալ, հա, Էմիլի, այնպես ենք անում, որ դուրս չգան գծերից։ Այդ ծիածանի համար ընտրեցիր որ գույնը Կապույտ։ ահա, դե փորձի գծերով գնալ, Էմիլի ջան։ Շատ ապրես, Էմիլի։ Դες ինչքան լավ է ստացվում քեզ մոտ։ Ապրես։ Տեսեք, սիրելի ծնողներ, լամինացիայի տարբերակն ենք օգտագործել, որպեսզի լինի բազմակի օգտագործման, որից հետո կարող եք երեխային խնդրել մաքրիր, Էմիլի։ Այսինքն, որպեսզի բազմակի անգամ կարողանանք օգտագործել։ Շատ ապրես, Էմիլի, շնորհակալություն։ Հաջորդը, Էմիլի, կարող ես օգնել օրինակ վարդագույն ուրեմն ջրցանով, որ գույնի ծաղիկը ջրենք։ Կապույտ։ Կապույտ ծաղիկը ջրենք վարդագույն ջրցանով։ Խնդրեմ։ Վերցրու ուրեմն կապույտ, հա, մարկերը եւ փորձի օգնել։ Պտտելով իջիր գծապատկերների վրայով դեպի մեր գեղեցիկ ծաղիկը։ Տեսնեմ, Էմիլի։ Շատ ապրես։ Արի օգնեմ, միջև վերջ գնանք, հա, Էմիլի։ Այ այսպես, այ այսպես։ Շատ ապրես, հա, մոտեցանք արդեն ծաղկին։ Բրավո, Էմիլի, կեցես։ Շատ ապրես։ Ես մնացածը կտամ քեզ, դու տանը կաշխատես, հա, Էմիլի, կեցես։ Որպեսզի հասցնենք բոլոր խաղերը ցուցադրենք մեր սիրելի հանդիսատեսին։ Ուրեմն հաջորդը, սիրելի ծնողներ, այսպես գործողություն ցույց տվող ուրեմն պատկերներ են, հա, որի ժամանակ կզարգանա երեխայի խոսքը։ Էմիլիի հետ ուրեմն գունավոր տպագրությամբ տպել ենք, կտրատել ենք։ Հիմա Էմիլին կփորձի հարցերի տեղատարափի միջոցով պատասխանել հարցերին։ Էմիլի, ով է պատկերված նկարում։ Աղջիկ։ Ինչ է անում աղջիկը։ Հաց է ուտում։ Կեցես, ինչ գույնի շապիկ է հագել։ Կապույտ։ Շատ ապրես, Էմիլի։ Ինչ է անում տղան։ Լողանում է։ Որտեղ է լողանում։ Լոգա։ Լոգայի։ Գրանում, շատ ապրես։ Իսկ ջրի մեջ ինչ ուրեմն թռչուններ կան։ Որովհետև լողանում է։ Փոքրիկ ճուտիկներ, չէ, դեղին։ Շատ լավ։ Ինչ է անում տղան, Էմիլի։ Տեղն վազում է։ Շատ ապրես։ Ինչ է անում մայրիկը։ Հարթուկում է։ Արդուկում է հագուստը։ Ինչ է պատկերում։ Ավտո է քշում։ Տղան ավտոմեքենա է վարում։ Փողոց են անցնում։ Մայրիկը տղայի հետ անցնում է փողոցը։ Շատ լավ։ Իսկ որ գույնի մարդուկին ենք տեսնում։ Կանաչ։ Այո, կանաչ մարդուկին տեսնում ենք, նշանակում է, որ պետք է անցնենք փողոցը։ Տղան Տղան պարկել է Պարկերը քնում է։ ահա բազմոցի վրա։ Ծիծաղում է։ Երեխաները ծիծաղում են։
Հաջորդը Երգում է։ մայրիկը լսում է երաժշտություն եւ երգում է, շատ ապրես։ Երեխաները Երեխաները ծիծաղում են։ զրուցում են, ծիծաղում են, շատ ապրես, Էմիլի, կեցցես։ Դու ինձ շատ օգնեցիր այսօր ցուցադրել մեր պատրաստած խաղերը մեր սիրելի ծնողներին։ Այսքանը սիրելի հեռուստադիտող, հուսով եմ ինչ որ ձևով կարողացանք ձեզ օգտակար լինել։ Ես եւ Էմիլին։ Ցտեսություն ձեզ, մինչ նոր հանդիպում։ Ձեզ հետ տաղավարում Կարինե Գևորգյանն էր եւ Էմիլին։